Հայկ, այս օրերին ինչ-որ դեպքեր են կատարվում և այդ դեպքերը կարծես թե պատահական չեն, նույն այս վարչապետ կոչեցյալը և իր կինը, այսպես կոչված, սկսել են գրել եկեղեցու դեմ, արշավ են արդեն սկսել և ըստ էության ինձ իմ կյանքի մեջ մտնելով չթույլատրված տերմինոլոգիայով, որը ընդհանրապես պետության ղեկավարին և պետության պաշտոնյաներին պետական ուղղակի դա անթույլատրելի է և կարծես թե այդ ամենը պատահական չի և հստակ ուղղված է եկեղեցու դեմ և այս պրոցեսը միանշանակ աշխարհաքաղաքական նշանակություն կարող է ունենալ և նման գործընթաց է գնում, այլ քո կարծիքով այս ամենը որքանով է պատահական, մի կողմ դնենք, որ այս իշխող ընտանիքը, իսկ Հայաստանում իշխանությունը այդ ընտանիքին է պատկանում, իրենք կարմիր գծեր բարոյականության չունեն, իրենց դաստիարակության ինչ-որ կանոններ, նորմեր իրենց մոտ չկա և ես վստահ եմ իրենք չեն հասկանում, որ ինչ-որ բաներ կա, որը թույլատրելի չի, իրենց մոտ այդ նորմը գոյություն չունի, բայց այն ինչ-որ իրանք գրում են, դա պատահականություն չի, քո կարծիքով ինչ գործողությունն է սկսել, հատուկ օպերացիա է կատարվում քո կարծիքով։ Ես կարծում եմ սա 4-րդ օպերացիան է, այն նպատակները, որ ձեր նշած զույգը կամ ավելի շուտ հարբեցող ծաղրացում, որ ինքը սկսել է, դա առաջին գործողությունը 2018-ի հունիս ամսին սկսեց։ Ու կոնկրետ նպատակը շատ հստակ էր՝ վեհափար հայրապետին գահանքեց անելու, այսինքն որի իրավունքը չկա և հավատացյալների թիվը և քանակը չի որոշելու, որտև վեհափարը օծյալ է, այսինքն Աստծո ներկայությամբ Սուրբ Հոգու և ինքը ընտրվել և նշանակվել է։ 2018-ի հունիսին սկսեց, ես վերջերս նույն այդ ձեր նշած անձը ասեց, դե եթե մենք ներգրաված լինենք, դա դյուրին կերպով կանենք, այդպես չի, ինքը 18-ի հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին ինքը ամբողջովին ներգրաված ա եղել պետական ապարատը, այդ թվում նաև առաջին հրամաններից մեկը վեհափարին նախորդ իշխանությունների ժամանակ ուժային կառույցներից մեկը ավտոմեքենա և անվտանգությունը ապահովող անձնակազմ էր տրամադրել, ի դեպ նույն այդ անձը չեղարկել էր և անվտանգությունը ամբողջովին հանված էր։ 18-ի հունիսին սկսեցին, հունիսի 6-ին, 6-րդ ամսվա 6-րդ օրը ժամը 6-ին, միգուցե պատահական է, չգիտեմ, և արշավ վեհափարի դեմ, որը ոչ իրավական, ոչ բարոյական, ոչ կրոնական տեսանկյունից ինքը արդարացված չէր, ինչևէ ձախողվեց, ևս 2 անգամ փորձ է արվել, ես ուղղակի բավական իրազեկ եմ այդ առումով, այդ 2 փորձերը, որ շատ ավելի թույլ էին փողոցային պայքարի առումով, բայց այն, որ նախկին կարգալույծ սրբազաններ և քահանաներ էին մասնակցում, դրա մասին իրազեկ եմ, այդ 2 փորձը ևս ձախողվել է, ընդ որում հետաքրքիր ասեմ, վերջին 2 փորձերի առաջին լուսաբանումը շատ տարօրինակ կերպով արել է BBC-ն, սա ինքնին ինչ-որ բանի մասին խոսում է։ Հիմա սա 4-րդ փորձն է, ես կարծում եմ այստեղ հոգևորականներին, կուսակրոն հոգևորականներին թիրախավորելը սա միջանկյալ ուրեմն թիրախ է, բուն նպատակը ըստ իս վեհափար հայրապետն է։ Ինչու՞։ Միգուցե մի քանի պատճառներ կան, բայց երևացողը այն է, որ օրերս Շվեյցարիայում վեհափար հայրապետը մասնակցեց մի համաժողովի, որը կազմակերպիչները և բողոքական եկեղեցու, և մեր եկեղեցու քույր եկեղեցիների և եկեղեցիների համաշխարհային կազմակերպությունն էր նախաձեռնել, նպատակը Արցախում մշակութային հոգևոր արժեքների ոչնչացման ուղղված, այդ տարածքից բռնագաղթած հայերի իրավունքների, միջազգային իրավունքների տարբեր նորմերով և կոնվենցիաներով պաշտպանություններ, այդ թվում նաև Բաքվի բանտերում ռազմագերի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության առաջին հերթին նկատմամբ անօրինական դատավարությունը, ինչպես նաև Արցախի հարցը մեկ անգամ ևս վերարծացելը, այսինքն, որ այդպիսի հարց գոյություն ունի։ Այդ թվում նաև վեհափար հայրապետի խոսքի մեջ հստակ թիրախավորվում էր և ճիշտ գնահատականներով Թուրքիայի մասնակցությունը ռազմական տեսանկյունից 44 օրյային, Ադրբեջանի մասնակցությունը
կոնկրետ ինչ գործիքակազմով եւ այլն։ Այսինքն սա իմ կարծիքով Հայաստանի իշխանություն կոչվածների համար միգուցե անսպասելի էր, որտեվ իրենք ամեն ինչ անում են ընդհանրապես, որ Արցախ բառը կամ Լեռնային Ղարաբաղ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բառակապակցություն ընդհանրապես տեղեկատվական հոսքերում ընդհանրապես չէր, վայ հիմա պատկերացրեք այդ մակարդակի հանդիպում Շվեյցարիայում, այդ թվում նաև տարբեր կրոնական կազմակերպությունների ղեկավարների, ներկայացուցիչների մասնակցությամբ եւ նման խոսք վեհապար Հայրապետի կողմից։ Սա ինքնին ձեռնոց է նվազագույնը ուրեմն Փաշինյան Նիկոլին առաջին հերթին, երկրորդը Թուրքիային եւ երրորդը Ադրբեջանին։ Եթե սան էլ գումարենք, որ օրեր առաջ Ադրբեջանի հոգեվոր առաջնորդը ակնհայտ ապատեղեկատվություն տարածելով հավակնություններ է հանդես բերում Հայաստանի, Էջմիածնի մեր հոգեվոր եւ մշակութային արժեքների նկատմամբ, կարծես թե ամեն ինչ համադրվում է։ Բայց ամենակարևորը, որ ինչով է մեր եկեղեցին եւ իր հոգեվոր առաջնորդով խնդիր առաջացնում, որտեղ դա ինստիտուտ է։ Պետությունները սովորաբար պատերազմում են ինստիտուտներով, լինի դա բանակ ինստիտուտը, լինի արտաքին գերատեսչություն դիվանագիտական ինստիտուտը, լինի տնտեսական մրցակցությունը, լինի հոգեվոր։ Հիմա մեր եկեղեցին, որը ունի ցանցային կառույց ամբողջ աշխարհում, բավական հեղինակություն ունեցող կառույց է, այդ թվում նաև ունի քույր եկեղեցիներ, քույր եկեղեցիներից մեկը շատ կարևոր այսօր կարգավիճակ ունի BRICS-ում Եթովպիան, եւ այդ եկեղեցու թուլացնելը հոգեվոր առաջնորդին պաշտոնանկ անելը, որը եւ իրավական եւ բարոյական եւ կրոնական տեսանկյունից չկա նման իրավունք, հիմա դա փորձ է արվում ցեղ շպրտել, վարկաբեկել, հետո պատասխաններ ստանալ, որում սոցիալական ցանցում հիմա փաստորեն ամեն ինչ եռում է այդ իրողության շուրջ եւ տեսնենք կարծես թե ենթատեքստով հասկացում է, որ Փաշինյանը որոշակի կոմպրոմատների է, հա, այդպես ասենք, տիրապետում։ Կոմպրոմատներին մենք կվերադառնանք եւ թե դա ինչ է նշանակում։ Հայք, ուրեմն վիճակը հետեւյալն է։ Կա Հայաստանի իշխանությունը, որը զիջում է ամեն ինչ եւ գնալով արդեն պատահական չէր, որ Լաչինում Թուրքիայի նախագահ, Պակիստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը հանդիպեցին, դեպ դրանից հետո Էրդողանը վերադարձավ Թուրքիա եւ խոսեց այսպես կոչված ճակերտներում Զանգեզուրի միջանցքի մասին։ Եվ նաեւ մեսիջ ուղարկեց Իրանին, որ Իրանի հետ պետք է ինչ-որ ձևի պայմանավորվել եւ Իրանը չպետք է խոչընդոտել։ Եվ այդ ճանապարհը ոչ միայն ճանապարհ է լինելու, մենք հասկանում ենք եւ նաեւ ռազմական նշանակություն է ունենալու թուրքական աշխարհի համար, որը Էրդողան ուղղակիորեն ասում է, եւ ասում է այդտեղ գազամուղ, նավթամուղ, էներգագիրներ պետք է լինեն։ Այսինքն հասկանալի է, որ դա Թուրքիայի, Ադրբեջանի սուվերեն տարածքն է դառնալու։ Հիմա այս իրավիճակում, երբ որ Հայաստանի իշխանությունը զիջումների է գնում բոլոր հնարավոր զիջումներին, ազգային ինստիտուտ կա, որը ցանցային կառույց է եւ ճանաչված է եւ 301 թվականից է, հա, գործում, այսինքն բոլորը դա ընդունում են, այսինքն պատմություն ունեցող կառույց է, սկսել է հակառակ քաղաքականությունը վարել, որտեղ վեհապարը Շվեյցարիայում դրել է այն հարցերը, որոնք պետք է դրվեն եւ դրել է միջազգային լեզվամտածողությամբ, կանոններով, մարդու իրավունքներ եւ այլն եւ այլն։ Եվ միանգամից այս հարձակումը կատարվում է։ Հիմա հարցը հետեւյալն է, հանրությունը կամ քաղաքական ուժերը, այ որքանով իրենք մի մասը այդ մանիպուլյացիային կենթարկվի վարչապետի եւ որքանով քաղաքական դաշտը եւ հանրության մյուս հատվածը կկարողանա մոբիլիզացվել եւ հասկանալ, թե այս ինչ է կատարվում եւ սրա նպատակը որն է։ Ասեմ, որ 2018-ին, երբ Փաշինյանը արհեստական կերպով ուռճացված վարկանիշով տիրում էր եւ փողոցին եւ հետո իշխանական լծակներին, այն ժամանակ շատ ավելի դյուրին էր եկեղեցու հոգեվոր առաջնորդին փոխելը, որտեղ այնուամենայնիվ մարդիկ, որոնք իսկապես մանիպուլացված էին, նրանք միգուցեև հավատային եւ մի մասն էլ հավատացին, այսինքն փողոցը որպես ճնշման գործիք էր օգտագործում։ Հիմա հաշվի առնելով, որ Փաշինյանի վարկանիշը շրիշակից շատ ավելի ներքև է,
Փողոցը իրենը չի, սա արձանագրենք, կարևոր Եվ այս գործիքը։ վերջի պահվածքից հետո ավելի է իջնել։ Վստահաբար այո։ Փողոցը իրենը չի, հիմա ինքը ինչ գործիքակաց պետք է օգտագործի եկեղեցում իշխանափոխություն իրականացնելու նպատակով։ Մի գործիքակաց կա, կոմպրոմատներ։ Ընդ որում ես այդ կոմպրոմատներ ասելով ես ասում եմ հիմա պատրաստվում է եթե այսպես զուգահեռեմ որոշակի առումով Տուշոնկա 2 օպերացիան։ Այսինքն այո, արհեստական բանականությամբ հնարավոր է ստեղծել տեսանյութեր, որտեղ դու չես, բայց պարզվում է, որ քո դեմքով ինչ-որ մեկը ինչ-որ գործողություններ է անում։ Ես դա չեմ բացառում եւ տեսականորեն եւ գործնականում արդեն եթե սա է, որտեղ վերջն արդյունքը այս այն ինչ-որ հիմա իր կողմից Փաշինյանի կողմից սոցիալական ցանցերում իր Facebook-յան էջում ինքը տեղադրում է եւ գրում է նաեւ որոշ շրջանակներ արձագանքում են։ Հասկանալի է, որ ինքը օգտագործելու է կոմպրոմատների գործիքը։ Հայկ, ուրեմն ես ուզում եմ մի պատմական օրինակ բերել Միացյալ Նահանգների երևի ամենատաղանդավոր եւ ամենաինտելեկտուալ նախագահներից մեկը Նիքսոնը ինքը իմպիչմենտի ըստ էության իմպիչմենտ էր սկսվել եւ ինքը հրաժարական տվեց, որն էր խնդիրը, որ իր նախընտրական շտաբի գործակալները մյուս կուսակցության շտաբում փորձել են ինչ-որ նյութեր հավաքել եւ հասկանալ դեղ ինչով են զբաղվում օգտագործելու համար նախընտրական եւ ընտրությունների գործընթացում։ Եվ երբ որ դա բացահայտվել է, երկու լրագրողներ բացահայտվել են, ուրեմն պարզվել է, որ Սպիտակ տանը Նիքսոնի ժամանակ նախագահ էր երկրորդ ժամկետին էր գնում, եղել են խոսակցություններ, որոնք ձայնագրվել են նախագահի մասնակցությամբ, եւ որտեղ նա հրահանգներ է տվել Ֆեբերին, այսինքն հետաքննության դաշնային ծառայությանը, որ այսինչ քննիչին հանեք, խոչընդոտել, հրամաններ էր տալի, հա որ խանգարում էր, այսինքն նախագահը օգտագործել է նախ կոմպրոմատներ իր քաղաքական եւ անձնական խնդիրների համար, երկրորդը հրահանգներ է տվել իրավապահ մարմիններին անօրինական առումով, որովհետեւ ինքը չպետք է որոշի ինչ գործ քննվի, որ քննիչը հանվի եւ այլն եւ այլն։ Այդ ամենը բերեց նրան, որ Նիքսոնի նման տաղանդավոր անձնավորությունը ստիպած հրաժարական տվեց։ Հիմա նայի Հայաստանի վարչապետը իր Facebook-ի էջում գրում է մի բան, որ այսինչ սրբազան է, այսինչ ինչ-որ կնոջ հետ ինչ-որ հարաբերություններ ունի, որը բնականաբար օպերատիվ տվյալների վրա են հիմնված։ Այսինքն ինքը իրավապահ մարմինները եւ հատուկ ծառայություններ օգտագործում է իր ախոյաններին, իր կարծիքով իր ախոյաններին վարկաբեկելու համար։ 2018 թվականից նման դեպքեր շատ է եղել, երբ որ վարչապետը անօրինական հրահանգ է տալի, այսինչ մարդուն ասֆալտին պարկացրեք, նկարեք 2 ժամից այդ նկարը դրեք Facebook-ում, որ բոլորը տեսնեն, երբ որ ինքը անօրինական ձևի դատավորներ, դատախազներ եւ սահմանադրական դատարանի կազմ էր փոխում, այս ամեն ինչը անվստահության հայտնելու լրջագույն հիմքը եւ այս գործողությունը, որ նույնպես ինքը անում էր, սա նույնպես անվստահության հիմք է։ Հիմա Հայաստանում այդ ինստիտուտները չեն աշխատում, այսինքն այն ինչ որ անվստահության հիմք է, չի դրվում եւ ինչ որ իմպիչմենտի անհասկանալի ինչ որ գործընթաց է գնում, հիմա Հայաստան ինստիտուտները չեն աշխատում։ Մենք ինչ պետք է անենք։ Ես կարծում եմ մեր պետության, մեր ժողովրդի ներկայի ապագայի վերաբերյալ քաղաքական անդիմությունը, մտավորականությունը, եթե ինչ-որ որոշումներ պետք է կայացնեն, նախ իրավիճակը համարժեք պիտի գնահատվի, որտեղ դու կարող ես լուրջ ռեսուրսային բազայի տիրապետել, լուրջ քարոզչական գործիքակազմի, բայց եթե քո մրցակիցը կամ հակառակորդը կամ թշնամին քո գնահատականներում իրականում ճիշտ չի գնահատվում, ապա քո գործողությունները սկզբունքորեն դատապարտված են 100% պարտության։ Այդպիսի պարտություն մենք 4 փողոցային պայքարի արդյունքում տեսել ենք։ Իմ գնահատականը մի փոքր այլ է, ինչ տրվում է այսօր քաղաքական ուժերի կողմից, երբ փորձ է արվում Փաշինյան Նիկոլին դիտել որպես Հայաստանում կարևորագույն մարտավարական եւ ռազմավարական հարցերում որոշում կայացնող ինստիտուտի ղեկավար, այն է կառավարության նախագահ։
Ես կարծում եմ, որ այդ որոշումները Հայաստանի Հանրապետությունում չեն կայացվում, դա կայացվում է դրսում, նվազագույնը Թուրքիա-Ադրբեջան, իսկ եթե մի փոքր ավելի վեր բարձրանանք Բրիտանիա, Փաշինյանը ընդամենը իրեն տրված 100%-անոց բացարձակ իշխանությամբ այդ որոշումները ինքը փորձում է կյանքի կոչել։ Այսինքն, եթե մենք գնահատենք, որ Հայաստանում իրականում թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի իշխանություններ են եւ կոլաբորանտ կառավարություն, ապա նախ մեր ընկալումները իրավիճակի գնահատականի եւ մեր գործողությունները կբխեն այդ իրողությունից։ Երբ մենք գնահատում ենք, որ փաստացի իշխանությունը որոշումներ կայացման կարևորագույն մարտավարական եւ ռազմավարական հարցերում Փաշինյանն է կայացում, այդ ժամանակ մենք սկզբունքորեն եւ պարտություն ենք կրում, մենք ասելով նկատի ունեմ եւ քաղաքական անդիմությունը եւ մտավորականությունը եւ մեր ժողովրդի առավել քաղաքականացած ակտիվ մասը։ Իրականում Հայաստանում իշխանափոխությունը նշանակում է գործնականում հաղթել նվազագույնը Ալիևին եւ Էրդողանին, որովհետեւ Փաշինյանը այն անձն է, որը 2018-ից առ այսօր, եթե ուշադրություն դարձնենք, իրականում սպասարկել է Թուրքիայի եւ Ադրբեջանի ազգային պետական շահը։ Դա եւ Արցախի կորուստն է, եւ մեր բանակի սկզբունքորեն լուծարումը, իսկ որի գործընթացը հիմա տարվում է, ժողովրդի մեջ տարբեր խավերի ջրբաժաններ առաջացնելը, ներքին լարումներ, հակասություններ, ընդ որում նաեւ ընդդիմադիր դաշտում, եւ դա գործնականում ապահովում է Փաշինյանի որպես ես այսպես գնահատեմ, Փաշինյանն իրականում ժեկի պետ է, որին թույլատրված է ինչ-որ բակում, ինչ-որ նստարան, ինչ-որ գույնի ներկելու իրավասությունը։ Մնացած այլ հարցերում, եթե այսպես ասենք, ստրատեգիական եւ կարևոր մարտավարական Փաշինյանը որևիցե որոշում չի կայացնում։ Որոշումներ ընդհանրապես կայացրած ինքը փորձում է օգտագործելով մանիպուլատիվ հնարքները, օգտագործելով իր ենթակա եւ իր կողմից ֆինանսավորող զանգվածային լրատվամիջոցները եւ ոստիկանական եւ ԱԱՑ պատժիչ համակարգը այս գործիքակազմով ինքը Հայաստանում իրականացնում է քայլեր, որը ուղղակիորեն անմիջականորեն սպասարկում են Թուրքիայի եւ Ադրբեջանի ազգային պետական շահերը։ Եվ իմ ասածը, որպեսի խիստ վերացական չլինի, ես կոնկրետ մեկ օրինակ բերեմ, այն որ Ադրբեջանի նախագահը առնվազն 6-7 մեր պետության, պետականության եւ մեր ժողովրդի համար ոչ ընդունելի պահանջներ է ներկայացնում, եթե Փաշինյանը ներկայացներ եւ սպասարկեր Հայաստանի շահը, ապա առնվազն այդ բոլոր 7 պայմանները մեկ որոշումով կարելի է չեղարկել։ Իսկ այդ որոշումը հետեւյալն է. Ալիևի որևիցե պահանջ արձանագրված չի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ դրանից հետո եւս եռակողմ հայտարարություններում եւ Ռուսաստանի միջնորդության բանավոր պայմանավորվածություններում։ Այսինքն, եթե դու վերադառնում ես հայ-ադրբեջանական թնջուկը լուծելու 4 եռակողմին, ապա Ալիևի բոլոր պահանջները ուղղակի այդ թվում նաեւ միջանցքը, այդ թվում նաեւ կոնտրիբուցիան, ռեպարացիան, 300,000 փախստականների վերադարձը, Արցախում ինքնապաշտպանությունը կազմակերպած եւ մասնակցած անձանց նկատմամբ քրեական հետապնդումը եւ սահմանադրության փոփոխությունը, ԵԱԿ Մինսկի խմբի լուծարումը, բոլորը Ալիևի պահանջներ են։ Իմ նշած այս կետերից որից մեկը արձանագրված չի 4 եռակողմում եւ ընդ որում դրա մասին վերջերս Հայաստան ժամանած եւ երկու Հայաստանում տարբեր շրջանակներ հանդիպում իրականացրած Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը մեկ անգամ եւս դրա մասին բարձրաձայնեց։ Ուստի եւ քայլը մեկն է, եթե մենք իսկապես գնահատում ենք, որ Փաշինյանն է իշխանությունը եւ իրեն հայտնենք անվստահություն, երբ որ ինքը սպասարկում է մեզ ոչ բարեկամ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը, ապա ես կարծում եմ, որ դա պարզամտություն է։ Թշնամի պետության շահերը սպասարկող կամակատար կոլաբորանտ կառավարության նկատմամբ չպետք է իրականացվի անվստահություն, քաղաքականություն եւ քարոզչություն։ Այդ պայքարը բոլոր ժամանակներում եւ բոլոր այն պետությունները, որոնք ազատագրվել են օկուպացիոն ռեժիմից, կոչվում է ազգային ազատագրական պայքար եւ այդ ամեն ինչը մտնում է դրա տրամաբանության մեջ։ Հայկ, հիմա գնահատենք իրավիճակը։ Մենք ունենք մի կառավարություն, որը սպասարկում է մեր թշնամիների շահերը եւ իրենց պահանջներն է իրականացնում, ինչի համար դա երևի առանձին խոսակցություն է, թե ինչպես են այս մարդուն կարողացել այս իրավիճակում դնել, ովքեր են սրան բերել իշխանության եւ այլն, սա մի կողմ դնենք։
Եվ մենք ունենք մի ինստիտուտ եկեղեցին, որը այդ ամեն ինչին դիմադրում է։ Եվ քանի որ ժամանակին ինքը սահմանադրական դատարանի կազմը փոխեց, դատավորների որոշակի մի մասին աշխատանքից հանեց եւ հանեց նման կոմպրոմատներով, նման եղանակներով, հիմա հերթ ասել է եկեղեցուն այն ինստիտուտին, որը կարող է դիմադրել։ Այսինքն ազգային ազատագրական պայքարը տանում է այսօր եկեղեցին եւ խնդիր է դրվել, որպեսզի փոխվի վեհապարին։ Այսինքն վեհապարը այդ ֆունկցիան ազգային քաղաքականությունը փորձում է ինքը իր վրա վերցնել եւ հիմա ինքը հարվածի տակ է եւ ելի այդ կոմպրոմատներ եւ այլն այդ ճղճիմ տարբերակներն են օգտագործվում, որովհետեւ այս անձնավորությունը, որը վարչապետ է, ինքը այլ տարբերակներ չգիտի։ Հիմա այս պայքարում ես կարծում եմ մեր հանրությունը պետք է կողմնորոշվի ու հասկանա, որ այստեղ վեհապարի խնդիրը չի, իր անձը չի, սրբազանների խնդիրը չի, իրենց մասնավոր կյանքը չի, խնդիրը այս ամենն է, ինչ որ կատարում է, այսինքն դիմադրության օջախ է առաջացել, որը ազգային շահերով է շարժվում եւ դիմադրում է գործող կառավարության քաղաքականությունը, որտեղ մենք չհիշեցնեմ ինչ ելույթ է ունեցել Շվեյցարիայում, մարդիկ կարող են համացանցում գտնել եւ կարդալ, շատ փայլուն եւ կարեւորագույն ելույթ է ունեցել վեհապարը եւ չգիտեմ կոչ անենք, որպեսզի համախմբենք վեհապարի շուրջը եւ նորից կրկնենք, սա անձի խնդիր չի։ Համակարծիք եմ ձեզ հետ, այո, սա անձի խնդիր չի։ Դիմադրության միակ եւ վերջին միջնաբերդն է փորձում վերցնել, դա այո, եկեղեցին է եւ եկեղեցին որպես իր կառույցով զինվորական կառույց, իր առաջնորդով լրջագույն դիմադրություն է ցույց տալիս եւ կարծում եմ, որ ինչու արձագանքը շատ կոշտ եղավ իշխանություն կոչվածների, որովհետեւ հավաքը նախ եղել է Շվեյցարիայում, մասնակցել են շատ եկեղեցիների առաջնորդներ, ասվել է խոսքը ճիշտ, տեղին, դիպուկ, իրավական առումով միջազգային իրավունքի նորմերի եւ կոնվենցիաների ներքո եւ սա իրոք խնդիրներ է առաջացնում Փաշինյանին, որտեւ այն ինչի մասին վեհապար հայրապետը բարձրաձայնում է, ուղղակիորեն դա մեր երկրի շահերի սպասարկման տրամաբանության մեջ է, իսկ այն ինչ անում է Փաշինյանը, դա Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը սպասարկման տրամաբանության մեջ է, որոնք հակոտնյա են եւ ուստիև հիմա կարելի ասել բախումը գնում է վարչապետի պարտականություն կատարող անձի եւ իր ենթանկա ինստիտուտների եւ մայրաթորի վեհապար հայրապետի եւ մեր եկեղեցու եւ կարծում եմ եկեղեցու զավակների։ Այստեղ իսկապես լինելիության խնդիր է, որտեղ եթե այնուամենայնիվ ինչ որ ձևով հաջողվի, ես չգիտեմ ինչպես, որ իրենց նպատակներին հասնեն, ապա միջնաբերդը վերցնում է եւ իրականում հաստատի եւ գործնականում Հայաստան իրական դիմադրությունը զրոյանում է։ Ես հույս ունեմ, որ դա տեղի չունենա եւ դա տեղի չունենա, երբ որ մենք գործուն մասնակցություն ունենանք այդ դիմադրության շարժմանը։ Շնորհակալություն Հայկ այդ շատ կարեւոր քննարկման համար եւ հույս ունեմ, որ մենք ելի կհանդիպենք, կշարունակենք, որովհետեւ շատ կարեւորագույն խնդիրներ կան, որոնց շուրջ անպայման պետք է խոսել։ Ես էլ եմ շնորհակալ հավերի համար։